Երբ մտնում եք հայկական որևէ գրախանութ, նույնիսկ ամենամեծը, տեսնում եք այնտեղ մի մեծ ու հսկայական փղի, որը կանգնած է այդ բոլոր գրքերի մեջտեղում ու պարզապես աղաղակում է, որ ինքը գոյություն չունի։ Լավ, չափազանցրեցի, որովհետև իրականում ոչ մի փիղ էլ ոչ մի գրախանութում չեք տեսնի, որովհետև այն պարզապես չկա, գոյություն չունի, չկա։ Հիմա թերևս թարգմանեմ ասածս փղերենից հայերեն։ Փիղը մատանիների տիրակալի հայերեն թարգմանությունն է, որը այո, գոյություն չունի։ Այո, բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործությունը ֆենթեզի ժանրում, մարդկության վերջին երևի 4-5 սերունդների ամենասիրված գեղարվեստական աշխարհներից մեկը հասու չէ հայերենով, թեև Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում հաստատ լսել են խիզախ հոբիտ Ֆրոդո Բեգինսի մասին, բայց մի րոպե, Բեգինսի թե Պարկունցի։ Այ հենց այստեղ է թերևս խնդիրը։ Մատանիների տիրակալը հայտնի եռագրության, ընդհանրապես միջնաշխարհի տիեզերքի ճարտարապետ ու աստված Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը ստեղծել է ոչ միայն վերոնշյալ աշխարհը, այլև դրա պատմությունը, լեզուները, անունները, տեղանունները, ավանդույթները ու շատ թարգմանիչներ գլուխ են ջարդում, թե ինչպես այս ամենը թարգմանել։ Հարցն էլ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թոլքինը թարգմանիչներին նույնիսկ ուղեցույց է թողել, այս անունը թարգմանեք այսպես, այս մեկը պետք չէ թարգմանել, այս բառում արմատներից մեկը թարգմանելի է, իսկ մյուսը ոչ, եւ այլն եւ այլն։ Գումարեք սրան նաև հայերենում ֆենթեզի բառապաշարի հույժ պակասը ու կպատկերացնեք, թե ինչ դժոխային գործ է 1000 էջանոց այս օպուսը թարգմանելը։ Բայց ես մի փոքր խաբեցի, երբ ասացի, որ Թոլքինի ստեղծագործություններն ընդհանրապես թարգմանված չեն հայերեն։ Իրականում դեռ խորհրդային տարիներին Էմմա Մակարյանը ռուսերենից հայերեն էր թարգմանել Մատանիների տիրակալը եռագրության առաջին մասն ու նախապատմությունը Հոբիթը հեքիաթ վիպակը։ Հիմա արդեն գոյություն ունի Հոբիտի թարգմանությունը անգլերենից, Նունե Թորոսյանի կատարմամբ եւ Զավեն Բոյաջյանի խմբագրմամբ։ Ասեկոսներ կային նույնիսկ, որ ինչ-որ խիզախ մարդիկ սկսել են տիրակալի թարգմանությունը, բայց անցել են տարիներ, իսկ թարգմանությունից որևէ լուր չկա։ Մնում է միայն հուսալ, որ հայ թարգմանիչներն ու խմբագիրները, հրատարակիչներն ու գրական գործակալները կգան ընդհանուր հայտարարի ու մատանիների տիրակալը հասանելի կդառնա նաև հայերենով, առանց այլ լեզուների միջնորդության։